Հարև ցես հարկելի ունգընտիրներ, վանացային եթերով եւ թիմադեդրի իջով ցեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Դասնմեկ հոկտեմբերին Երևանի Prime Hall համալիրին մեջ տեղի ունեցավ մեր ցևով ժողովրդական շարժումի առաջին հաշվետու ժողովը, որուն ընթացքին շարժումի համագարկող խորհրդի անդամները հանրության ներկայացուցին շարժումի մեկնարկեն յետք կատարված աշխատանքներուն արդյունքները եւ քննարկեցին շարժումին առաջիկա ծրագիրները։ Սերնարգին ցուցադրվեցավ գարչ տեսանյութը, որ կներկայացներ վերջին 1.5 ամիսներուն շարժումին կատարած աշխատանքները զանազան մարզերու եւ համայնքներու մեջ։ Այնուհետև շարժումը համագարկող Նարեկ Ղարաբեդյան հանդես եկավ զեկույցով, ընդգծելով, որ մեր ցևով ժողովրդական շարժումին արդեն իսկ միացած է ավելի քան 5000 գամավոր, իսկ առաջիկա ամիսներուն անոնց թիվը կգրնա հասնել քանի մտասնյակ հազարի։ Մեր շարժումը օրը կընթլայնի եւ այդ մեկը կվկայե հանրային վստահության աճի մասին։ Մարդիկ կհասկանան, որ այս շարժումը ժամանակավոր նախաձեռնությունը չէ, այլ երկարաժամկետ եւ համագարկային շարժում է հանուն Հայաստանի զարգացման, նշեց Նարեկ Ղարաբեդյան։ Այնուհետև հadouk խոսք արտասանեց շարժումի հիմնադիր Փարերար Սամուել Ղարաբեդյանի պաշտպան Արամ Վարդևանյան, որ ներկայացուց Սամուել Ղարաբեդյանի ուղերձը ուղված շարժումի մասնակիցներուն։ Ուղերձի մեջ Սամուել Ղարաբեդյան մասնավորապես նշած է. Հարկելի համախոհներ, կողջունեմ մեր ցևով շարժումին հաշվետու առաջին ժողովը։ Այսօր կարևոր գործի նախաձեռնած եք եւ կսեւավորեք կարևոր գարկ երբեմն ամփոփել աշխատանքի արդյունքները եւ զեկույցով հանդես գալ ժողովրդին։ Շարժումին մեկնարկեն իվեր ունինք գլխավոր մեկ նպատակ չարդոնել, որ մեր ժողովուրդը գործընծնե իր հույսը աբակայի հանդեպ, որ լավ ապրուս փնտրելով չլկե հայրենիքը, զայն ցկելով թշնամիին եւ անորը սպասարկողներու կմահաճույքին։ Եվ մենք կարողացած ենք հասնել այդ նպատակին, որուն համար գշնորհավոր են բոլորս, նշած է ուղերձը։ Ակնհայտ է, որ մեր շարժումը դարձած է հասարակական կյանքի ուշադրության կենտրոնը, բերած է զգալի փոփոխություններ երկրի քաղաքական կյանքի մեջ։ Այդ ցերկբերումն է, այս բոլորիս ցերկբերումն է եւ պետք է դառնա հայ ժողովրդին ցերկբերումը։ Բադիվ կնկատեմ, որ հազարավոր արժանի մարդիկ միացած են մեր շարժումին եւ դարձած են մեր զինագիծները։ Գիտեն նաև, որ ընդլայնումի եւ իսկական համաժողովրդական շարժում դառնալու ներուժ ունենք։ Թող որևէ մեկը չգասկածի, բիդի չնահանջենք, բիդի չգանքնենք եւ մեր ժողովրդին հետ միասին Հայաստանը բիդի դարձնենք աշխարհի ամենեն լավ, ամենեն բարեկեցիկ եւ ամենեն երջանիկ երկիրը։ Բիդի կատարենք մեր ցևով եզրակացուց Սամուել Ղարաբեդյանի ուղերձը։ Ժողովի ավարտեն յետք դեղի ունեցավ մամլո ասուլիս, որուն ընթացքին շարժումը համագարկող խորհրդի անդամները պատասխանեցին մամլո ներկայացուցիչներու հարցումներուն։ Նարեկ Ղարաբեդյան հայտնեց, որ առաջիկա շաբաթ կնախադեсվի մեծ հանրահավաք իբրև աջակցություն Սամուել Ղարաբեդյանի եւ քաղաքական բոլոր բանդարգյաներուն։ Անոր համաձայն հանրահավաքը պիտի լա ոչ միայն աջակցության, այլև միասնության եւ արդարության գոչ։ 10 հոկտեմբերին Երևանի Պետական համալսարանի Փանասիության ամբիոնի դահլիճի մեջ տեղի ունեցավ Ռազմիկ Թավոյանի քրական գործունեության մասին գիտաժողովը նվիրված անվանի բանաստեղծին ծննդյան 85-ամյակին։ Ժամանակակիցները հիշեցին եւ արժևորեցին բանաստեղծին քրական ուղին եւ կարեւորությամբ նշեցին անոր ցկած հարուստ ժառանգությունը։ Սերնարգը կազմակերպված էր համասկային հայ գրթական եւ մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ եւ Երևանի Պետական համալսարանի Փանասիական ամբիոնին կորձակցությամբ։ Համասկայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Արաքելյանի համաձայն
Գիտաժողովը արիթ մի եղավ անգամ եւս արժևորելու Ռազմիկ Թավոյանի քրական վաստակը, որովհետև հայ քրականության դաղանդավոր բանաստեղծ Թավոյան իր ստեղծագործություններով գամրջեց անցյալը եւ ներկան, բանալով հավիտենականության դանող թուրը։ Դարներու ընթացքին անիր ներկայությամբ կարողացավ ներկայացնել այն միջավայրը, որում միջան գտնվեցավ։ Թավոյան ղեկավարեց քրոներու միությունը, եղավ Հայաստանի նախագահի խորհրդական, համազգայինի Երևանի գրասենյակի հիմնադիր, աշխույժ գործունեություն ունեցավ հասարակական քաղաքական կյանքի մեջ։ Քանի սերունդ ապրեցավ անոր պատգամներով եւ դակավին քանի սերունդներ անոր ստեղծագործություններով պիտի հաղորդակցին բարձրարժեք եղարվեցին հետ աբրին մարդկային այն հոգեվիճակները, որոնք մեզի փոխանցված են Թավոյան բանաստեղծ հանջարին ուժով ըսա Վրուզան Արաքելյան։ Համազգայինի գիծոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյան իր խոսքի մեջ նշեց. Ան շատ փուրն երբով մտավ բանաստեղծական աշխարհ, շատ երիտասարդ էր, երբ զայն գտեին իբրև գայացած բանաստեղծ։ Մեծ երևույթներն քիչ մհերանալ պետք է, որբեսի կարելի դառնա գնահատել անոնց իրական մեծությունը։ Կգարձեմ, որ Թավոյան ոչ միայն պիտի մնա, այլև դակավին պիտի մեծնա եւ հավանաբար ներկայիս դակավին բացահայտված եւ ճանաչված չէ։ Գիտաժողովը Թավոյանի գիտական մագարտակով արժևորելու փորձ է, որ արդեն իսկ գնահատական է։ Համաժողովին խոսքերով հանդես եկան նաև Երևանի Պետական Համալսարանի բանասիրության ամբիոնի նախագահ Արշալույս Կարեսյան, Լոնդոնի Համալսարանի լեզվաբանության դոկտոր Ռազմիկ Թավոյանի դիգին, Արմինե Թամրազյան Թավոյան, պրոֆեսոր Դավիթ Կասպարյան, արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր Աննա Ասադերյան, պրոֆեսոր Սուրեն Աբրահամյան, պրոֆեսոր Սոկրատ Խանյան, դասախոս Գարինե Մարտիրոսյան, արվեստագիտության տեխնազու դասախոս Անուշ Ասիլպեգյան եւ քրագանակետ Քնարիկ Աբրահամյան։ Գիտաժողովի ներկա գտնվեցան նաև Ռազմիկ Թավոյանի քրական գուսակցական ընկերները, ուսանողներ, քրագանակետներ, անոր քրականությունը սիրող եւ գնահատող մարդիկ։ Անցնելով Միացյալ Նահանգներ, Միացյալ Նահանգներու կոնգրեսի ներկայացուցիչներու բալադի արտաքին հարաբերություններու հանձնաժողովի փոխնախագահ հանրապետական Դարեն Իսան օրինակից ներկայացուցած է Հարավային Կովկասի մեջ լարվածության թուլացման եւ ներգրավվածության մասին։ Նախագիծը կգոչվի Peace Art խաղաղության ակտ։ Նյութին մասին Alpha News լրատվականը զրուցած է Արևմտյան Ամերիկայի հայտարարի գրասենյակի դնորեններու խորհրդի անդամ Գևորգ Հակոբյանի հետ։ Թրամփի ջամփու եւ օրինակիցի գաբի մասին հարցումի պատասխանելով Հակոբյան նշած է. Հակառակ իր դեպադագին բաժամիջոցներ իրարգել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատարներու անտեպ Հայաստանի վրա նոր հարձակումի բարակային նախագիծը իր մեջ կբարունագե վտանգավոր թուրիզմը, որ ուղղակի կապված է Թրամփի ջամփուն հետ։ Իսկ թե ինչ բաժամիջոցներու մասին է խոսքը Հակոբյանը ասաց է. Ֆինանսական բաժամիջոցներն սկսյալ մինչև դեղաշարժի սահմանափակում Միացյալ Նահանգներ մուտքի արգելք, Միացյալ Նահանգներու մեջ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնատարներու հաշիվներու սահմանափակում։ Սակայն կա նաև մյուս կողմը վտանգավոր 4-րդ բարբերությունը, ուր հստակ կերպով նշված է, որ անոնք, որոնք թեմ են 8 օգոստոսի համայնքին գրնան բաժամիջոցներու եւ քրեական հետաբնություններու ենթարկվել։ Հայտարարի համար այս բանացեվը անընդունելի է։ Գևորգ Հակոբյանի համաձայն հակառակ անոր որ նախադեсվի բաժամիջոցներ իրարգել Ադրբեջանի թեմ, ավակա վայրակության բարակային օրինակիցը գիսադ է։ Ոչ մեկ նշում կա Արցախի հայերու, ռազմակերներու եւ բադանտներու վերադարձը ապահովելու համար։ Այսինքն այս բոլոր հիմնախնդիրները սկսված են ավակային եզրակացուց Գևորգ Հակոբյան։ Էնսինոյի հոյտա Ռոստոմ Գոմիդեն եւ հայ մշակութային հիմնարկության Արեմեդյան Սան Ֆերնանդո հովիդի մասնաճյուղը համագործակցությամբ շրջանի հոմենետմերին հոմին համասկայինի եւ հայ եդեսատաց տաշնակցության գազագերբեցին մեզերանքի երեգոմը իբադիվ Սարգիս եւ Սյուզան Գիցինյաններուն, որոնք գլխավոր բարերարները գանտիսանան շրջանին անոր
հայ մշակութային հիմնարկության Սարգիս եւ Սյուզան Գիցինյան երեսատական գետրոնին Համայնքային գազམ་գերբություններու ներկայացուցիչներուն գողքին երեգոյին ներկա գտնվեցան հոյտա արեմդյան Ամերիկայի գետրոնական կոմիտեի անդամներ, որոնք լուսարցակի դակ արին բարերարներուն երկար դարներու բարեսիդական կորձնեությունը եւ անձնագարկ նվիրումը։ Հայտնենք, որ օգոստոսին նոր գետրոնին ինեբաս դեղի ունեցած սենարգին այդարավեցավ, թե Գիցինյան ընտանիքը որոշած է այս նպատակը իրականացնելու համար $300,000 նվիրել։ Մեզարման երեգոյին հանդիսավարներ իրավապան Շանթ Հակոբյան, որ իր պասման խոսքի մեջ անդադացավ Լիբանանեն սկսած եւ Միացյալ Նահանգներ հասած Գիցինյաններու բարեգործություններու եւ ծառայություններու պատմության, ապա պասման աղոթքը կատարելու հրավիրեց Ռազմիկ Կահանա Խաչատուրյանը եւ թեմին աղքին առաջնորդ Մուշեղ arczepiskopos Մարտիրոսյանը, որի պրև Գիցինյան ընտանիքին հյուրը փոխանցեց իր հոգևոր պատկամը եւ ողջունեց համայնքին երազներեն մեգուն իրականացումը հանդիսացող նոր գետրոնին նախաձեռնությունը։ Իր գարքին հոյտա բյուրոյի անդամ Դարոն Դեր Խաչատուրյան խոսեցավ Սփյուռքի տարածքին հայությունը գազմագերբելու եւ երիտասարդության արիթ ընձայելու համար գուսակցության 135-ամյա հարուստ պատմության մասին եւ նոր գետրոնը նկատեց վերանորոգության արիթմը եւ միասնականության օրինակը համայնքային այլ գազམ་գերբություններու համար։ Անչափազանց կարևոր նկատեց Սփյուռքի ամրապնդումը, որ մեծապես պիտի նպաստի Հայաստանի եւ Արցախի հզորացման եւ շնորհավորեց նվիրատուները եւ համայնքը նոր գետրոնին ծրագիրը միացյալ ճանկերով հաջողությամբ բսակման արիթով։ Իրավապան Նարեկ Գիցինյան իբրև հայտարարի անձնախումբի արեմդյան Սան Ֆերնանդո Հովիդի մասնաճյուղի ադնաբեդ հայտնեց, որ նման գետրոնի բանջը 2009-ին սկսած էր ներկայացնել Լոս Անջելեսի քաղաքապետարան խորհրդին եւ խոսեցավ անոր պատմականին մասին, անոր իրականացումը նկատելով հայ եղափոխական դաշնակցության եւ հայ մշակութային հիմնարկության, ինչպես նաեւ համայնքային այլ գազམ་գերբություններու միացյալ ճանկերուն արկասիկը։ Հոյտա Ռոստոմ կոմիտեի եւ հայ մշակութային հիմնարկության արեմդյան Սան Ֆերնանդո Հովիդի մասնաճյուղի ադնաբեդ Ռաֆի Սարգսյան Պագման իր խոսքի մեջ նախ անդրադարձավ Սարգիս Գիցինյանի հետ իր 35 տարիներու բարեկամության եւ գործակցության համայնքին այս նպատակը իրականացնելու ջամփուն վրա անոր հետ միասնապար դիմակրաված մարդահրավերներուն եւ ճշտոնապես հայտարարեց գետրոնին նոր անունը հայ մշակութային հիմնարկության Սարգիս եւ Սյուզան Գիցինյան երիտասարդական գետրոն զայն միասնականության եւ առատեւության խորհրդանիշ նկատելով։ Իրենց կարգին մեծարյալ Սարգիս եւ Սյուզան Գիցինյանները հայտնեցին, թե իրենք հասակ նետազեն հավատալով իրենց փոխանցված այն մատկամին, թե պետք է ներսուկ կանգնել համայնքին եւ իշխեցուցին, որ Բեյրութի տղամասերուն մեջ ագմուկները ամեն ինչ էին համայնքին համար, ուրբադանները հայրենասիրություն գսորվեին հուսալով, որ այս գետրոնը եւս ապակա սերունդներուն նույն հայրենասիրությունը եւ համայնքին նվիրելու սերը գճամփե։ Հայ մշակութային հիմնարկության Սարգիս եւ Սյուզան Գիցինյան երիտասարդական գետրոնի պաշտոնական բացումը պիտի հայտարարվի շուտով։ 19 սեպտեմբերին 4 հոկտեմբեր Ֆրեզնոյի մեջ Հայաստանի Բադվոյբադոս Բեջ Աբկարյան բժշկական մասնակիցներու միջազգային խումբի հետ դարձյալ այցելեց Հայաստան մարդասիրական եւ մասնակիտական առաքելությամբ։ Զրակիրի հիմնական նպատակը ամերիկացի եւ հայ բժիշկներու միջև ամուր ու մնայուն գաբեր հաստատելն էր առողջապահության մարզի մեջ գիտելիքներու փոխանակման եւ մարդկային կյանքեր բրգելու համար։ Առաքելության զիրի մեջ 23-ին 26 սեպտեմբերին Երևանի Պետական բժշկական համալսարանի մեջ տեղի ունեցավ բժշկական երրորդ միջազգային համաժողովը։ Առաջին անգամ լալով համաժողովը ներառեց հիվանդաբահական գրթության եւ կորզաթիր հիվանդաբահներու վերաբերող դասախոսություններ, որոնք նոր քայլ մնային Հայաստանի գրթական այս համագարքին արտիականացման համար։ Համաժողովին պաշտոնական բացումը կատարվեցավ Հայաստանի մեջ Միացյալ Նահանգներու տեսփան Քրիստինա Քուինի եւ Երևանի Պետական բժշկական համալսարանի տնօրեն դոկտոր Արմեն Մուրադյանի ներկայությամբ եւ մասնակցությամբ։ Զեկույցներում մեջ ընդգրկվեցան զանազան նյութեր, սկսյալ աղետներու արձագանքումն մինչև բժշկության մեջ արհեստական բնականության գիրարգումը։
Դասախոսություններով հանդես եկան Կալիֆոռնիա Իրվայնի համալսարանեն, Կլիվլենդի բժշկական գիտությունեն, Սան Ֆրանցիսկոյի համալսարանեն եւ հանրազանոթ այլ հաստատությունների մասնակիցներ։ Համաժողովի առաջին օրը Բեջ Աբկարյան համալսարանի գողմե ակնկալորեն բարգեւադրվեցավ հանրային առողջապահության բադվո պրոֆեսորի կոչումով։ Աբկարյանի գնահատումին համաձայն համաժողովը գենսական նշանակություն ունի Հայաստանի առողջապահական համագարքին ժամանակակից ճամփաներներուն հետ համընթաց զարգացումը ապահովելու համար։ Համաժողովին զուգահեռ վերականգնողական մասնակիցներու խումբեր գործողվեցան Գյումրի եւ Արմավիր դեղվույն բնակիչներուն մասնակիտական աջակցություն դրամատելու նպատակով։ Հարկելի ունգընտիրներ Վանացանի եթերով երթիմանետի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի եդեին Սանի աղոթովար Անտոնին եւ Գրիգորը։ Մնացեք միշտ Վանացանի ունգընտիր։